Բարի երեկո, ժամը 20-ի թողարկման ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն են, նախորդ թեմաները։ Մեգա մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Իրավապահները միջնորդել են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, դատարանի առջև բողոքի ակցիա է։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հավատում է ընդդիմության հաղթանակին, բայց ինքը չի մասնակցի ընտրություններին։ Ոչ, վերջ։ Ցանկություն չունեք, պարոն Կարապետյան։ Ես պատասխանեցի։ Մի խումբ ցեղասպանագետներ խիստ քննադատում են Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնանկությունը վարչապետի ցուցումով։ Պատերազմի 14-րդ օրը Միացյալ Նահանգները սպառնում է ամենաինտենսիվ հարվածները հասցնել Իրանին։ Զելենսկին Փարիզում Մակրոնի հետ քննարկում է Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու հարցը։ Մի քանի ժամ է դատարանը քննում է Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու հարցը։ Ընտրություններին պատրաստվող Ռուսաստանաբնակ գործարարն անազատության մեջ է արդեն 9 ամիս, այդ թվում բանտում է ամիսներ անցկացրել իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով, որը նա համարում է հաշվեհարդար եկեղեցուն պաշտպանելու համար։ Դատարանի մոտ բողոքի ակցիա է։ Այս րոպեներին դատարանը կվերսկսի եւ կշարունակի Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։ Ես նշեմ, որ ընդմիջում էր հայտարարված եւ վաղ առավոտյան մեկնարկած քննության վերաբերյալ որոշ մանրամասներ այս ընդմիջման ընթացքում լրագրողներին հայտնել էր Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նշեմ, որ քննիչները միջնորդություն են ներկայացրել տնային կալանքը եւս մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Միջնորդությունը վերաբերում է տնային կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելուն, որ պատկերացնեք հիմքերը եւ հիմնավորումները նույնպիսինն են կամ այն նույն բովանդակությունը ունեն, ինչ երբ ներկայացվում էր, որ կալանքը կիրառվի որպես խափանման միջոց։ Այսինքն նույն բառերն են, ուղղակի վերջում տնային կալանք բառն է օգտագործվում։ Սա ինչի համար են վկայակոչում, որ պատկերացնեք, որ թե կալանքը 7 ամիս տևած, թե տնային կալանքը 2 ամիս տևած ոչ մի հիմնավորում անհրաժեշտ չունի։ Պարզապես խափանման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։ Այն, որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, դա էլ է ակնհայտ։ Ուղղակի այլևս այս քրեական վարույթը զուտ մի պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ։ Այս միջնորդությունը այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրա խաթարմանը։ Այստեղ երկրորդ կարծիք չկա, որովհետև այն ժամկետը, որով խնդրում են, որ տնային կալանքը երկարաձգվի, ուղիղ մեկ ամսով, ուղիղ միջամտում է քաղաքական պրոցեսներին, ուղիղ։ Առավոտից մեկնարկած եւ դեռ շարունակվող քննությանը զուգահեռ դատարանի բակում հավաքված են Սամվել Կարապետյանի աջակիցները, նրանք պարբերաբար վանկարկում են, պահանջում ազատ արձակել Կարապետյանին եւ այստեղ այսօր նաեւ դատարանի բակ էր եկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ես նշեմ, որ Կարեն Կարապետյանի անունը շրջանառվում էր որպես Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի վարչապետի հնարավոր թեկնածու եւ դա երբևէ Կարեն Կարապետյանը չէր մեկնաբանել, մամուլում այդ տեղեկությունները պտտվում էին անցած ամիսներին, սակայն այսօր Կարեն Կարապետյանը այստեղ պնդեց, որ նման առաջարկ իրեն չի արվել։ Ուզում եմ իմանալ, ձեզ երբևէ առաջարկ եղել է գլխավորել այս թիմի ընտրական ցուցակը եւ լինել վարչապետ։ Բայց քիչ առաջ ասեցի, այս հարցին պատասխանում եմ, բավարարեք։ Ոչ, շնորհակալ։ Առաջարկ չի եղել, պարոն Կարապետյան։ Ասացի ոչ, շնորհակալ։ Իսկ եթե լիներ առաջարկ, դուք պատրաստ եք կրկին Հայաստանում որևէ պատասխան։ Կներեք ձեր անուն ինչպես է։ Ազատություն ռադիո։ Շողիկ ջան, ես խնդրեցի, չէ՞ որ հարցազրույց չեմ տալու։ Դրա համար խնդրում եմ այս ընթացքում բազմաթիվ դուք հնարավոր է վերադառնաք որևէ պաշտոն զբաղեցնելու ոչ հարցով ոչ, վերջ։ Ցանկություն չունեք, պարոն Կարապետյան։ Ես պատասխանեցի։ Լավ, պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանը։ Երբ որ հարցազրույց տալու լինեմ,
Այո, աջակցում եմ Սամվել Կարապետյանին, միանշանակ։ Դատարանի բակում են նաև Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները, նրա եղբայր Կարեն Կարապետյանը եւս մի քանի հարցի պատասխանեց, այդ թվում անդրադարձավ դատարանի հնարավոր որոշմանը եւ իրենց հետագա քայլերին։ Ցանկացած որոշում մեր ընտանիքի համար անկարելի որոշում կլինի։ Գիտեք ինչի համար։ Մեկ այդ մեր վարկագիծը չի փոխելու։ Մեր վարկագիծը բերդում կլնենք, հացի երթում կլնենք, մեգա պայքարելու ենք։ Ինձ կբռնեն, տղայից կբռնեն, մեգա պայքարելու ենք։ Սա այն եզույթն է, որ բոլոր կարմիր գծերը իրան կանցել են, էլի վատ բաներ իրանց մասին չեմ ուզում անձնական վիրավորանք չնայած բազմաթիվ վիրավորանքներ են հնչել մեր ընտանիքի իմ եղբոր նկատմամբ, մենք իրանց մագարտակին առաջի օրն եմ ասել չենք իշնի։ Մեգա մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Ուզում եմ իրան էլի նորից բեր տանեն, ուզում եմ ինձ բեր տանեն, ուզում եմ տղաներից բեր տանեն, ուզում եմ իր երեխեքին էլ բեր տանեն, բացառված է մենք հանդուրժենք այն ինչ մենք մտածում ենք, այն ինչ դուք մտածում եք, դուք ավելի լավ եք հասկանում, քան թե ես ասեցի։ Միջև վերջը պարոն Կարապետյան նշանակում է նաև ինչ որ հետընտրական process-ներ, եթե օրինակ ընտրություններով չստացվի հասնել։ Շողի ջան, թող թռնենք նոր ասա հոփել է։ Հələ եսի չեն թռել, ասում ես այն մյուս տանգոն ոնց եք բարում։ Հələ կային ես տանգոն բարենք, որ մենք իմանանք հաջորդ տանգոն ոնց եք բարում։ Կներեք, բայց գեղարվեստական ձևով ասացի ձեզ, էլի։ Սամվել Կարապետյանը ճաղերի ետևում հայտնվեց եկեղեցուն պաշտպանելու իր կարճ հարցազրույցից հետո իրավապահները այն որակեցին որպես իշխանությունը զավթելու կոչ եւ նրան մեղադրանք առաջադրեցին այս ամիսներին նաեւ ստեղծվեց քաղաքական ուժ Սամվել Կարապետյանը այդ ուժի առաջնորդն է համարվում եւ չնայած սահմանադրական արգելքին իր թիմակիցները հայտարարում են որ հենց նա է լինելու վարչապետի իրենց թեկնածուն առաջիկա ընտրություններին Օրվա երկրորդ կեսին դատարանի բակում միջադեպ է տեղի ունեցել, բերման են ենթարկվել գործարար Սամվել Կարապետյանի մոտ 2 տասնյակ աջակիցներ։ Ոստիկանությունը հայտնում է, որ 3 մարդ ձերբակալվել է, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, այլ մանրամասներ հայտնի չեն։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը որոշել է, որ Սամվել Կարապետյանի Տաշիր ընկերությանը էլեկտրական ցանցերի լիցենզիայից զրկելը օրինական է։ Բարձր դատարան էին դիմել ընդդիմադիր պատգամավորները։ Կառույցի ժամանակավոր կառավարի չքաղաքացիական պայմանագրի անդամ Ռոմանոս Պետրոսյանը շտապել է ողջունել այս որոշումը, մինչդեռ նախկին տնօրենը համոզված է, որ Սահմանադրական դատարանը ճնշման տակ է։ Գործել է Զանգովի արդարադատություն։ Հեծի պետականացմանն առնչվող օրենքները սահմանադրությանը համապատասխանելու բարձր դատարանի որոշումն այսպես է գնահատում Էլցանցերի նախկին տնօրեն Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի թիմակիցը։ Այս փուլում պետք է վերցնենք հեծի կառավարումը, պետությունը։ Դավիթ Ղազինյանը կարծում է հեծի պետականացման գործընթացի համար կանաչ լույսը Նիկոլ Փաշինյանն է վառել։ Կանաչ լույսը վաղուց էր վառվել հենց առաջին կառավարության ղեկավարի հայտարարությամբ։ Սահմանադրական դատարանի այս պահին գործող 7 դատավորներն էլ ընտրվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Դատարանի որոշումն ամբողջությամբ չի հրապարակվել, այսինքն հիմնավորումները պարզ չեն, բայց եզրափակիչ մասի հրապարակումից պարզ է դառնում, որ ազգային ժողովի ընդդիմադիրների դիմումն ամբողջությամբ մերժվել է։ Ըստ էության որոշել են, որ Տաշիր կապիտալին լիցենզիայից զրկելը համապատասխանում է սահմանադրությանը։ Կողմ 65 դեմ 27 ձեռնպազորով որոշում ընդունվել է։ Իշխանության ընդունած օրենքների փոփոխություններով հնարավոր դարձավ հեծը կառավարության նշանակած ժամանակավոր կառավարչին հանձնել եւ սկսել պետականացման գործընթացը։ Իսկ դա տեղի ունեցավ սեփականատեր Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցող հայտարարությունից եւ նրա կալանավորումից հետո։ Բարձր դատարանի որոշումից ակնհայտորեն գոհ է հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասն ամբողջությամբ հրապարակելով վարչապետ Փաշինյանի թիմակիցը
Facebook-յան էջում միայն ավելացրել էր. Կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Էլցանցերի վաճառքի հարցով կառավարություն Տաշիր գրուպ համաձայնություն տեղի չունեցավ։ Հիմա ըստ օրենքի գործընթացը հանրային գերակաշահ ճանաչելու փուլում է։ Նախկին տնօրենն ասաց, պետք է գնահատում կատարվի եւ դրա հիման վրա սեփականատիրոջը փոխհատուցում տրամադրվի։ Տարածքային կառավարման նախարարությունից Ազատությանը փոխանցեցին գնահատող ընկերության ընտրությունը ընթացքի մեջ է։ Իսկ ինչ ժամկետներում կավարտվի, Ռոմանոս Պետրոսյանը միայն ենթադրեց, գնահատումը ամիսներ կարող է տևել։ Օրենքը այս հանգրվանի վերաբերյալ արդեն ժամկետներ չի սահմանում, քանի որ ինքնին գործընթացը բավականին աշխատատար է, ենթադրվում է ընկերության ակտիվների գնահատում, շրջանառու միջոցների, ընդհանուր պարտավորությունների համադրում, հանրային գերակաշահը ենթադրում է առաջնահերթ շտուկայական արժեքի գնահատում։ Դա անկախ փորձագիտական ընկերության անելիք է, ինչի մասով արդեն կառավարությունը միջոցներ է ձեռնարկում։ Մենք պնդել ենք եւ պնդում ենք, որ գնահատող ընկերությունը լինի միջազգային հեղինակություն վայելող, որովհետեւ ոչ մի ազդեցություն հնարավոր չլինի այդ ընկերության նկատմամբ։ Եթե չլինի միջազգային հեղինակություն վայելող, ինչպես դուք եք ասում, դուք չեք ընդունի այդ գնահատման արդյունքները։ Միանշանակ չենք ընդունի, ուղղակի պետք է սպասել հասկանալ ինչ են անում։ Հաշվի առնելով իրենց գործելավոճը, կարծում եմ, որ այստեղ նույնպես անօրինական քայլերով կշարժվեն առաջ։ Ինչ նկատի ունեք։ Քանի որ միջև պետք փորձեն երևի գնահատումը իջեցնեն, որտեղ ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ իրենք 7 ամսվա ընթացքում վատթարացել են ընկերության վիճակը։ Պետք է գնահատվի հուլիսի 18-ի դրությամբ։ Մինչ Դավիթ Ղազինյանը պնդում է, որ իրավիճակը պետության նշանակած ժամանակավոր կառավարչի գալով Էլցանցերում վատացել է, Ռոմանոս Պետրոսյանը նկարներ է հրապարակում ուղեկցող գրառումներով, թե ինչպիսի անմխիթար վիճակում են իրենք գտել հեծը։ Ինչու տեղի չունեցավ գործարքը։ Ռոմանոս Պետրոսյանին հարցրինք, արդյոք գնի շուրջ չկան համաձայնության։ Բանակցությունները, գործարքը եւ արժեքի շուրջ նաեւ համաձայնությունները նախատեսված էր իրականացնել եռամսյա օրացուցային ժամկետների մեջ եւ արձանագրում ենք, որ փետրվարի 21-ի օրվա ավարտի դրությամբ գործարք տեղի չէր ունեցել։ Թե գործարքը ինչ պատճառով տեղի չի ունեցել, ես չեմ կարող մեկնաբանել։ Բայց արժեք առաջարկվել է հեծի սեփականատերին։ Բնականաբար, իհարկե։ Կողմերից ոչ մեկը թիվ չի հրապարակում։ Դավիթ Ղազինյանն ավելի վաղ ասել էր, սահմանված ժամկետում Էլցանցերի վաճառքի հարցով կառավարության առաջարկը ուշացումով է իրենց փոխանցվել։ Հարցին արդյոք այդուամենայնիվ գինն էր խնդիրը, այսօր պատասխանեց, թե մարտավարական նկատառումներով չի կարող փակագծեր բացել։ Միայն ասաց, որ առաջարկվող գինը իրենց պատկերացրածից ցածր է եղել, իսկ Տաշիր գրուպը իր տնօրինած Էլցանցերը $1 միլիարդ էր գնահատում։ Կարապետյանները Հայաստանի կառավարության դեմ հայց ունեն միջազգային արբիտրաժային դատարանում, այս դեպքում պետությունից $0.5 միլիարդ են պահանջել։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կհրապարակվի նոր սահմանադրության նախագիծը, իշխանությունները խոստացել են։ Մինչև այդ, սակայն, վարչապետը կրկին հայտարարում է, որ հղումը անկախության հռչակագրին չի լինելու մայր օրենքում։ Բայց Երևանը չի ընդունում, թե կատարում է Բաքվի պահանջը փոխել այդ դրույթը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ Ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Հայաստանի անկախության հռչակագիրը Հայաստանի ղեկավարը համարում է պատերազմի վտանգ։ Իշխող ուժը դեմ է, որ մայր օրենքում լինի անկախության հռչակագրին հղում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Հայաստանի սահմանադրությունից անկախության հռչակագիրը ջնջելը Ադրբեջանի պահանջն է։ If we just trying to simplify the situation will only focus on a peace agreement. Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա, չլուծելով սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը 0 է, որովհետև կհակասի երկրի մայր օրենքին։ Եվ այս խնդիրը մենք արդեն 2 տարուց ավելի է բարձրաձայնում ենք։ Սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Եվ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտը անխուսափելի է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները երկար ժամանակ հայտարարում էին, թե սահմանադրություն փոխել-չփոխելը Հայաստանի ներքին գործն է։ Հետո էլ սահմանադրական դատարանը քննեց ու որոշեց, ոչ մի տարածքային պահանջ չկա մայր օրենքում։ Անկախության հռչակագրի հիշատակումը իրավական ուժ չունի։ Փաշինյանը բարձր դատարանի որոշմանը հղումանելով էր արձագանքում Բաքվին, թե հարևաներից տարածքային պահանջ չունի Հայաստանը, բայց ադրբեջանական իշխանությունը չնահանջեց, խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման դարձրեց հարցը։
ասաձը։ Ով համաձայնա, եկեք իմ հետևից։ Նոր սահմանադրության տեքստը դեռ պատրաստ չէ, արդարադատության նախարարը խոստացել է այս ամիս կլինի, ու մինչ այդ Նիկոլ Փաշինյանը փաստացի ամենաղմկոտ հարցի պատասխանը տվեց, անկախության հռչակագիրը չի լինի։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նիկոլ Փաշինյանը միայն Հայաստանի անկախության հռչակագիրը չէ, որ համարում է պատերազմի վտանգ։ Ըստ նրա, Արցախից ու ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիների իրավունքների մասին խոսելն էլ է վտանգավոր, նույնիսկ երբ եկեղեցում է ու խորանից։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են, հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն, շատ լավ հասկացա։ Եկեք բոլորս սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Փաշինյանը երկու օր է զգուշացնում է, ով խոսում է Արցախից ու արցախցիների իրավունքներից, պատերազմի հրձիգ է։ Կաթողիկոսին է հռչակել պատերազմի կուսակցության առաջնորդ։ Ես հստակ ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդություն, այդ մնացածը Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մյուսներ տեղավորվում են այս տրամաբանության տակ։ Գարեգին երկրորդն է վերջին տարիներին միջազգային հարթակներից խոսում հայ ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Արցախի թեման պատերազմի վտանգ համարել օրակարգը հայկական չէ։ Փաշինյանի ելույթներից համոզվել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեգամ Ստեփանյանը։ Այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, դա Ադրբեջանից եւ Թուրքիայից թելադրվող օրակարգ է։ Ըստ Ստեփանյանի Արցախի թեման պատերազմի կրակ ներկայացնելով Փաշինյանը հող է պատրաստում նոր ճնշումների համար, ով այդ թեմայից խոսի, կասի պատերազմի կոչ է։ Նա մարդկանց վախեցնում է, որ այդ թեման ընդհանրապես մոռանան։ Արցախցիները շարունակելու են խոսել իրենց իրավունքներից ու պայքարել դրանց համար։ Մենք մեր դիմադրությունը մշտապես ցուցաբերել ենք, ասելով, որ չի կարող Բաքուն, Երևանը կամ այս բaragայում Ստրասբուրգը որոշի, որ գոյություն չունեն տեղահանված մարդիկ եւ նրանց տեղահանությունը ուղղակի նորմալացնեն, աչք փակեն, անտեսեն ու իրար գովեն խաղաղության հաստատման համար։ Հիմա մենք տեսնում ենք հաջորդ փուլը, ըստ էության Նիկոլ Փաշինյանը ըստ էության հայտարարում է, որ խոսում է դրա մասին, նա պատերազմ է ուզում։ Հեսա վստահ եմ, որ իր քարոշ չամեքենան առաջիկա ժամանակահատվածում ինտենսիվորեն ֆեյքերով, ինչ բոլոր հնարավոր միջոցներով կսկսի հայ ժողովրդի ականջներին փաթաթել նաև այդ թեզը։ Որոշ հոգևորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարևարկության բոլոր կանոնները։ Անկախության հռչակագրի ու Արցախի թեման պատերազմի կրակ համարող Փաշինյանը 3 օր առաջ էլ Եվրոպայի բարձր ամբիոնից հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին ԽՍՀՄ գործակալներ որակեց։ Հայտարարեց, թե պատերազմի կուսակցության առաջնորդությունն են ստանձնել։ Իդեպ նրանցից ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը։ Մայրաթորից այսօր արձագանքել են Փաշինյանի ելույթին։ Հայոց եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումներով օտար ազդեցության գործակալ պատերազմի կուսակցություն փորձում է եկեղեցու նկատմամբ իշխանությունների անօրեն գործողությունների եւ ծրագրվող բռնաճնշումների համար արդարացման հիմքեր ստեղծել, հայտարարում է Գերագույն հոգևոր խորհուրդը։ Չիմարում աղմուկը ցեղասպանության թանգարանի տնօրենի վարչապետի ցուցումով պաշտոնանկության շուրջ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարեց պատճառը Միացյալ Նահանգների փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելն է, որակելով դա պետական քաղաքականությանը հակասող քայլ սադրանք։ Գիտական շրջանակները մինչդեռ վարչապետի քայլն են սադրիչ որակում, որ նա միջամտել է ակադեմիական գործունեությանը։ Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացման սկանդալին արձագանքել են աշխարհի տարբեր համալսարաններից 24 ցեղասպանագետներ։ Էդիտա Գզոյանի հեռացումը համարում են սարսափելի ազդակ ամբողջ աշխարհի գիտնականների ու պատմաբանների համար, որ ճշմարտացի հիշողությունը կարող է զոհաբերվել ըստ դիվանագիտական հարմարության։
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության եւ գիտական ուսումնասիրությունների կենտրոն է, ժխտման եւ խեղաթյուրման դեմ պաշտպանական ամրոց։ Նրա ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, այլ ոչ թե ենթարկվի դրան։ Միջազգային գիտական համայնքի ներկայացուցիչները նշում են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը Գզոյանի ղեկավարությամբ կարևորագույն գիտական աշխատանք է կատարել, որն ըստ նամակի հեղինակների նպաստել է ցեղասպանագիտության զարգացմանը ողջ աշխարհում։ Խստորեն կոչ են կանում Հայաստանի կառավարությանը չմիջամտել ինստիտուտի ղեկավարմանը, կոչ են կանում իշխանություններին հարգել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի անկախությունը եւ ապահովել, որ դոկտոր Գզոյանը կարողանա շարունակել իր գործը առանց քաղաքական ճնշման ու միջամտության։ Երեք Հայաստանի վարչապետը հաստատեց ինքն է ցուցում տվել, որ Գզոյանը հեռանա գործից։ Պատճառը Միացյալ Նահանգների փոխնախագահին նվիրած ժողովածուն է։ Ամերիկյան մամուլի արձագանքը 1905-21 թվականներին Անդրկովկասի հայության նկատմամբ ազերիների ագրեսիայի մասին։ Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև դիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Իսկ մինչև այս հայտարարությունը կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը բոլորովին այլ հիմնավորում էր ներկայացրել անձնակազմին ու ինստիտուտը կառավարող Հոգաբարձուների խորհրդին։ Նա հուշահամալիրի շինարարությունը լավ չվերահսկելն էր որպես պատճառ մատնանշել, ոչ թե այն, որ վարչապետն է հրահանգել։ Թանգարան ինստիտուտի ամբողջ անձնակազմը մինչև այսօր էլ ոչ աշխատանքային մթնոլորտում է։ Նրանք պահանջում են, որ լիազոր մարմնից, այսինքն նախարարությունից գան ու պարզաբանում տան ինչ է տեղի ունենում։ Գիտաշխատողներից Արման Խաչատրյանը գրում է. Անմեղ եւ ոչ սադրիչ արարքի համար պատժելով իր քաղաքական թիմի անդամ չհանդիսացող Գզոյանին վարչապետը նրան դարձնում է խավության նոխազ, ցույց տալով, որ ցանկացած ոք, լինի գիտնական, պետական պաշտոնյա, համախոհ, հակառակորդ թե մեկ այլանց, եթե շարունակի խոսել Արցախի թեմայով, խիստ կպատժվի։ Ըստ գիտաշխատողի գիտությունն արտաքին քաղաքականության աղախինը չէ, Հայաստանի վարչապետը չունի իրավունք գրաքննելու որևէ գիտական հարց, որևէ գիտական հաստատության ներսում, քանի դեռ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Ոչ մի ճնշում տեղի չի ունենում, ակադեմիական աշխարհը, այսինքն այս հիմնարկը, այս հաստատությունը պետք է շարունակի իր աշխատանքը նույն հոնով, ինչով որ աշխատել է, որով որ աշխատել է։ Այստեղ Արցախի բաժին կա։ Այո, այսինքն բոլոր բաժինները շարունակում են իրենց աշխատանքը, բոլոր գիտնականները շարունակում են իրենց աշխատանքը։ Այս ասում եմ բոլորը։ Թանգարան ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը գիտական հաստատության ուղղությամբ ճնշում չի տեսնում, բայց շեշտում է, ինքը պատրաստ է վարչապետի ուղենշած արտաքին քաղաքականությամբ առաջնորդվել։ Թաշչյանը գիտնական չէ, դիվանագետ է, վերջին տարիներին աշխատել է Փաշինյանի կաբինետում, ունի մեկ հեղինակային ոչ ակադեմիական գիրք, կոչվում է «Մեր անհաջողության պատճառների ու մարտահրավերների մասին», այնինչ չէին կարել 44-օրյա պատերազմից առաջ։ Վենց ամուսիններին պատմական ժողովածու նվիրելուց հետո ծայր առած այս աղմկոտ պատմությունը գիտական հանրության մտահոգության թեմա է։ Գիտությունն օրվա քաղաքականությանը ենթարկելը համարում են վերադարձ խորհրդային միություն։ Գիտնականը անաչառ պատմության կոչված անձնավորություն է, պատմական ճշմարտությունը պիտի հանի ջրի երես առանց քաղաքական կոնյունկտուրան հաշվի առնելու։ Խորհրդային տարիներին քաղաքական կաղապարների պատճառով շատ ու շատ պատմական իրադարձություններ կեղծվել են, շրջանցվել են, որոնց մասին չի խոսվել, կամ եթե խոսվել է գլխիվար շուռ տված։ Հիմա մենք փաստորեն, եթե քաղաքական կոնյունկտուրայով առաջնորդվենք, կնշանակի կվերադառնանք խորհրդային ժամանակվա քաղաքական կաղապարներին։ Այնինչ անկախության շրջանում վերջապես պատմաբանները ազատ գրելու հնարավորություն են ստացել եւ դա մեր մասնագիտական պարտքն է։ Պատմության ինստիտուտը երկար տարիներ գլխավորած Աշոտ Մելքոնյանը շեշտում է, սովետի ժամանակ էին գիտնականներին թեմաներ թելադրում։ 2020-23 թվականներին Արցախում տեղի ունեցածն, ասում է, էթնիկ զտում է ցեղասպանական գործողություն ըստ միջազգային դասակարգման եւ այդ ուղղությամբ հայ գիտնականները պարտավոր են աշխատել։ Մենք ուսումնասիրել ենք եւ Արևմտյան Հայաստանը, եւ ուսումնասիրել ենք Նախիջևանը, եւ Արցախ առավել եւս, որտեղ Արցախի պատմության ուսումնասիրությունը պատկերացրեք կազմել է մեր հետազոտությունների առնվազն 1/4։
Ցեղասպանության թանգարան ինստիտուտը կառավարող Խոքաբարձուների խորհուրդն այժմ ձևափոխումների փուլում է։ Այս սկանդալից հետո հրաժարականի դիմում էին ներկայացրել խորհրդի մի շարք անդամներ, նաև նախագահը ֆրանսահայ ցեղասպանագետ Ռայմոն Գևորգյանը։ Ազատության տեղեկությամբ վերջինիս փոխարինելու է կրթության փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։ Նա քաղաքագետ է։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, լուրերն անընդհատ թարմացվում են նաև մեր Telegram-ի ալիքում։ Այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Պատերազմի 14-րդ օրը Միացյալ Նահանգները սպառնում է ամենաինտենսիվ հարվածները հասցնել Իրանին։ Զելենսկին Փարիզում Մակրոնի հետ քննարկում է Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու հարցը։ Լրացավ Մերձավոր Արևելքում պատերազմի երկրորդ շաբաթը, կրակը դադարեցնելու բանակցություններ սկսելու մասին խոսք անգամ չկա, հակառակը Իրանի նոր առաջնորդը սպառնում է ոչնչացնել ամերիկյան բազաները հարևան երկրներում։ Մոջթաբա Խամենեիի ուղերձից ժամեր անց ամբողջ Իրանը հայտնվեց հրթիռների տակ։ Մինչ Իրանի հոգևոր առաջնորդը դեռ չի ներկայանում հանրությանը, այսօր երկրի աշխարհիկ ղեկավարությունը հազարավոր իրանցիների հետ մասնակցել է Ռամադանի վերջին ուրբաթի Ալ-Ղոդսի օրվա արդիվ իրականացված երթին, որի ընթացքում շարունակվել են Թեհրանին հարվածները։ Ըստ իրանական աղբյուրների երթի մասնակիցներից մեկը սպանվել է մոտակայքում հասցված հարվածից։ Երթին մասնակցել է նախագահ Մասուդ Փեզեշքյանը, Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, որը հայտարարել է Ալ-Ղոդսի օրն իրականացվող հարձակումները ցույց են տալիս, որ Իսրայելում վախեցած են ու շփոթված։ Նա նաև ասել է, թե մեջբերում եմ ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ իրանցի ժողովուրդը ուժեղ է, գիտակից եւ վճռական։ Իրանի դատական իշխանության ղեկավարը իր հերթին պնդել է, թե իրանցիները չեն վախենում հարձակումներից։ Ինչպես տեսնում եք, մարդիկ դուրս են եկել այս անձրևի տակ, այս դժվարությունների մեջ։ Մենք ոչ մի կերպ չենք նահանջի։ Իրանից հնչող այս հայտարարությունների ֆոնին ԱՄՆ պաշտպանության նախարարն այսօր կայացած շփազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին եւ այսօր պատերազմի ընթացքում ամենաինտենսիվ հարվածները կհասցվեն։ Փիթ Հեքսեթը հայտնել է, որ Իրանում առ այսօր 15000 թիրախի են հարվածել եւ ոչնչացրել են նրանց հարձակողական կարողությունների մեծ մասը։ Շուտով կոչնչացնեն նաեւ պաշտպանության ոլորտի բոլոր ընկերությունները, որպեսզի չկարողանան զենք արտադրել։ Նախարարի պնդմամբ Իրանի ղեկավարությունը հուսահատված է եւ թաքնվել է գետնի տակ, ինչպես անում են մեջբերում եմ առնետները։ ԱՄՆ-ն տեղյակ է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավոր է, հավանաբար այլանդակված, դրա համար էլ խուսափում է Երևալ հանրությանը եւ առաջին ուղերձը տեքստային էր, ոչ թե տեսանյութ։ Երեկվա գրավոր ուղերձում նորանշանակ այաթոլլան վրեժով էր սպառնացել Իսրայելին եւ Ամերիկային։ Նրա հայրը մահացած է, նա վախեցած է, վիրավոր, փախուստի մեջ է եւ զուրկ լեգիտիմությունից։ Սա խառնաշփոթ է նրանց համար։ Ով է պատասխանատու Իրանում, նույնիսկ Իրանը կարող է չիմանալ դա։ Երեկվա ուղերձում Մոջթաբա Խամենեին նաև ասել էր, թե Իրանը փակ կպահի Հորմուզի նեղուցը որպես ճնշման միջոց։ Հեքսեթը զգուշացրել է, ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը վտանգի Հորմուզի նեղուցում նավագնացությունը։ Իսկ այս ընթացքում փոխադարձ հարվածները շարունակվել են։ Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածել է Իրանի կառավարական ենթակառուցվածքներին Թեհրանում, նաև Շիրազ, Ահվազ, Քարաջի եւ Արաք քաղաքներում։ Իրանին զուգահեռ Իսրայելը Լիբանանում հարվածել է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի հրամանատարական կետերին, այդ թվում Լիթանի գետի մի կամրջի, պնդելով, որ դրանք օգտագործվում են Իսրայելին հարվածելու համար։ Լիբանանում 1 տասնյակից ավելի մարդ է սպանվել կամ վիրավորներ։ Հեզբոլլան իր հերթին հարվածել է Իսրայելի ռազմական թիրախներին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Լիբանանին կրկին սպառնացել է ակտիվացնել հարձակումները եւ տարածքներ գրավել, եթե չզինաթափեն Հեզբոլլային։ Իսրայելի վարչապետի պնդմամբ էլ իրենք ջախջախում են Իրանի ռեժիմն ու նրա աջակցությունը վայելող Հեզբոլլային։ Պատերազմի ընթացքում հրավիրված առաջին մամուլի ասուլիսին Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանի նոր գերագույն առաջնորդը մեջբերում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկն է, որը դեռ չի ներկայացել հանրությանը։ Իսկ ինչ է սպասվում Իրանի նոր գերագույն առաջնորդին եւ Հեզբոլլայի ղեկավարին, հետաքրքրվել են լրագրողները։ Նեթանյահուն ակնարկել է, որ կարող են սպանել նրանց։ Ես կյանքի ապահովագրության պոլիսներ չէի տրամադրի ահաբեկչական կազմակերպության որևէ առաջնորդի եւ մտադիր չեմ ճշգրիտ հաշվետվություն տալ, թե ինչ ենք պլանավորում կամ ինչ ենք անելու։ Իրանն իր հերթին հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի քաղաքների հարվածելու մասին, ինչի հետևանքով 110-ից ավելի վիրավոր կա։ Իրանը նաև հարվածել է ամերիկյան բազաներին եւ Բեեր Շեբայում գտնվող իսրայելական ռազմաբազային։
Իրանը հարվածել է նաև Պարսից ծոցի երկրներին Իրաքի Էրբիլ շրջանում ֆրանսիացի 6 զինվոր է վիրավորվել։ Դուբայում հարվածել են քաղաքացիական օդանավակայանին կից ֆինանսական ենթակառուցվածքի։ Հարձակման են ենթարկվել նաև Սաուդյան Արաբիան, Օմանը, որտեղ զոհեր կան։ ՆԱՏՕ-ի ուժերը խոցել են Իրաքից Թուրքիա ուղղված 3-րդ բալեստիկ հրթիռը։ Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Իրանը թուրքական նավերից մեկին թույլ է տվել անցնել նեղուցով։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ փակ պահել նեղուցը եւ ստեղծված իրավիճակի համար Միացյալ Նահանգներին է մեղադրել։ Դա ավելի շուտ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ագրեսիա սկսելու եւ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու ապակայունացնող գործողությունների ուղղակի հետևանքն է։ Հորմուզի փակ լինելու պատճառով նավթի գինը դեռ բարձր է, ավելի քան $100 մեկ բարելի դիմաց։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ նավթի պահանջարկը բավարարելու եւ շուկայում կայունություն ապահովելու նպատակով 30 օր թույլ է տալիս գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթն ու նավթամթերքը, որն արդեն բեռնված է նավերում։ Ըստ պաշտոնական աղբյուրների, պատերազմի ընթացքում Իսրայելում սպանվել է 15 մարդ, վիրավորների թիվը մոտենում է 3000-ի։ Կարմիր մահիկի տվյալներով Իրանում զոհվել է 1444 մարդ, վիրավորվել ավելի քան 18550-ը։ Լիբանանում զոհերի թիվը հասնում է 700-ի, վիրավորվել է ավելի քան 1500-ը։ Այժմ էլ տեղափոխվենք հայ-իրանական սահման Ագարակ, որտեղ վերջին օրերին աշխատում է մեր թղթակից Ռոբերտ Սարգարյանը զրուցում ժամանող իրանցիների հետ։ Մենք արդեն 10 օր է աշխատում ենք հայ-իրանական սահմանին եւ ամենաառաջին բանը, ինչը կարող ենք արձանագրել ու ամփոփել, այն է, որ Իրանից Հայաստան անցնող մարդիկ, ընտանիքները կամ անհատ քաղաքացիները, որոնք սահմանը հատում են, չեն ցանկանում տեսախցիկների առջև խոսել ու զրուցել, պատճառաբանում են, որ եթե Երևան ու խոսեն, ապա գուցե հետագայում վերադառնալիս խնդիրներ կունենան եւ բոլոր նստեյության այս վախն ունեն ու ոչ մի հարցի տեսախցիկի առջև չեն պատասխանում։ Սակայն արդեն անձնական զրույցներում առանց տեխնիկայի պատմում են, որ իրավիճակը Իրանում բավականին լուրջ է, բոլորը վախեցած են եւ անվտանգություն են որոնում։ Շատերը անվտանգություն փորձում են գտնել հենց Իրանի ներսում, ավելի հյուսիսային շրջաններ տեղափոխվելով, իսկ այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն կամ ծանոթներ ու բարեկամներ, օրինակ Հայաստանում, փորձում են ցամաքային ճանապարհով սահմանը հատել։ Այդուհանդերձ կան նաև համարձակներ, որոնք չեն վախենում տեսախցիկի առջև խոսել, կամ էլ խնդրում են, որ կամ իրենց դեմքը փակվի, կամ անունը չհրապարակվի, չեն տալիս անունները։ Նրանք պատմում են, որ իրավիճակի ելքը իշխանության փոփոխությունն է կամ գոնե առնվազն ռեժիմի հռետորաբանության մեղմացումը, որ գոնե այդքան ռազմատենչ հայտարարություններ չհնչեն։ Շատ հարվածներ կան։ Պարսկական առածն ասում է, ով ուզում է ձմերուկ ուտել, պիտի դիմանա նաև դրա սառնությանը։ Սա հակազդեցություն է, իրականում պատասխան գործողություն։ Այնպես ինչպես մեր ժողովրդին սպանեցին այնտեղ, փողոցներում, հենց դա էլ պատճառ դարձավ, որ դե քաղաքականություն է, Ամերիկան սրանց դեմ է, Իսրայելը սրանց դեմ է, խնդիրներ կան, բայց ամեն դեպքում ամեն մարդ իր սրտի հացն է ուտում, այլևս ասելու ոչինչ չունեմ։ Իսկ լուծումն ինչպես եք պատկերացնում։ Ռեժիմի փոփոխություն, վերջ։ Կան նաև այլ տեսակետ ունեցողներ, որոնք Միացյալ Նահանգների կողմն են սլաքները թեքում, պնդելով, որ նրանք բանակցությունները խաթարեցին, այնինչ այդպիսի գործընթաց էր տեղի ունենում եւ այս ամենից կարելի էր խուսափել։ Ամերիկան ու Իսրայելը դավադրաբար հարձակվել են մեր երկրի վրա, հարվածել են դպրոցների, հիվանդանոցների, համալսարանների, շատ երիտասարդներ զոհվել են։ Իմ որդին զինվորական է, բժշկական ինժեներություն է սովորել, ծառայում է Թավրիզի զինվորական հիվանդանոցում։ Ինձ ասացին, որ Սեպահի հեղափոխության պահապանների հիվանդանոցը ռմբակոծել են, հետո Թավրիզի օդանավակայանը ամեն օր ռմբակոծում են։ Մենք ուզում ենք, որ միջազգային կազմակերպությունները ձեռք-ձեռքի տան, մենք բանակցության եւ զրույցի կողմնակից ենք։ Մենք ուզում ենք, որ խաղաղություն եւ բարեկամություն հաստատվի, վերջ։ Մենք պատերազմի եւ արյունահեղության կողմնակից չենք։ Ռազմական գործողությունների ամենաառաջին օրերին հենց սահմանին անցակետում իրանական կողմում խնդիրներ կային, մեզ պատմում էին, որ պատճառաբանում են, թե տեխնիկական հարցեր կան,
ինտերնետի խափանումների պատճառով սահմանային անցման այդ համակարգը չի գործում, այսպիսի առնվազն 2 խափանում է գրանցվել, մեկը պաշտոնապես անգամ Հայաստանում Իրանի դեսպանը հաստատեց։ Հետո չնայած տեխնիկական խոչընդոտներին սահմանային անցումը դարձյալ բացվեց քաղաքացիների համար, սակայն հոսքն այդքան էլ մեծ չէր դեպի Հայաստան, մարդիկ տարբեր բացատրություններ էին բերում։ Նախորդին էլ մենք իրանահայ մեկ քաղաքացու հետ զրուցեցինք, նա էլ պատմեց, որ ամեն դեպքում մարդիկ առայժմ չեն ցանկանում Իրանը լքել եւ հավատում են, որ ի վերջո կստացվի ռեժիմի փոփոխության հասնել։ Շատ մասամբ ամենը բանին է սիրում թակավորի տղին։ Թակավորի տղին էլ դուսից իրանց ասերա, որ դեռ նստեք տոնը ոչինչ մի արեք, ժամանակին կասեմ երբ դուս կա, որտեղ պետք է վերջնականը ժողովուրդը նա որ պետք է գրավեն այնտեղից ձեռքորեն։ Համադրությունները ոնց համար։ Ներվային են, վիճակը մենակ մարդկանց ներվային են, ասենք ոչ որ բանի համար իրար հետ կռվեն, տես բաներ պատահում է, որտեղ կռիվը ազդում է, ասենք։ Շարունակվող պատերազմի հետևանքները նաև հենց սահմանամերձ բնակավայրերում են զգում, Ագարակում, Մեղրիում, երկու երկրները տնտեսական շատ ծերտ կապեր ունեն, Իրանը Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկն է, 2 շաբաթ է ռազմական գործողությունների մեկնարկից հետո այս շարժնել է դժվարացել ու մարդիկ պատմում են, որ չեն կարողանում գնալ առևտուր անելու, պնդելով, որ եթե այս ամենը երկար շարունակվի, արդեն իրենց գրպանների վրա գուցե հետևանքները զգան։ Չեն աշխատում ոչ մի կերպ ապրելու միջոց դա էլի գնում գալիս են։ Հիմա ոնց հասկանում եմ, այս 2 շաբաթ արդեն այդ շարժը քիչ է։ Շատ քիչ է, հա, քիչ է։ Ինչ են պատմում, ինչի չեն գնում։ Թանկացել են ասում, ապրանք թանկա։ Հիմա այս 2 շաբաթը ինչ ընդեղ էս վիճակն է Իրանում։ Մարդիկ ձեր ընտանիքում կամ ծանոթները էլի գնում են առևտուր անել։ Չէ, չեն թողնում առևտուր։ Իսկ դուք անձամբ գնում եք։ Չէ, հազվագյուտ ես շատ նախկինում ավտոյով գնացել եմ, նախկինում շուտ։ Բայց հիմա չէ։ Ինչ որ մի տարբերություն զգում եք գների հետ կապված կամ։ Դա առայժմ հələ ոչ։ Առայժմ ոչ, բայց հետագայում չգիտեմ։ Շատ կտուժի, որովհետև քաղաք Ագարակի բնակիչները ապրում են պղնձամոլիբդենային կոմբինատով եւ անցակետով։ Չնայած այդ խնդիրներին բեռնատարների շարժը կարծես այս ընթացքում ուղիղ սահմանափակվեց, մենք ամենօրյա ռեժիմով տեսնում էինք ինչպես են մեքենաները եւ Հայաստանից Իրան անցնում եւ Իրանից Հայաստան, սակայն թե ինչ ծավալի ապրանք է մտնում Հայաստան այս շրջանում, այս պահին դժվար է ասել, սա հետագայում արդեն փորձենք փաստերով ցես ներկայացնել։ Հռոմի Պապն առանց որևէ կոնկրետ ղեկավարի կամ հակամարտության անուն նշելու ասել է, թե քրիստոնյա քաղաքական առաջնորդները, որոնք պատերազմներ են սկսում, պետք է գնան խոստովանության ու գնահատեն արդյոք հետևում են Հիսուսի ուսմունքներին։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը վերջին օրերին բազմիցս է կոչ արել դադարեցնել Իրանի պատերազմը։ Միաժամանակ միջազգային լրահոսից ու գերտերությունների օրակարգից երկրորդ պլան է մղվել պատերազմն Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Փարիզ պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ ըստ Կիևի քննարկել Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու հարցը։ Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների որոշումը թուլացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները չի նպաստում պատերազմի ավարտին եւ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ Ռուսաստանի պետական միջուկային ընկերության Ռոսատոմի ղեկավարը Մոսկվայում հանդիպել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենին ու նախազգուշացրել Ուկրաինայի Զապորոժիեի միջուկային էլեկտրակայանի շուրջ բարձր ռազմական վտանգների մասին, այդ տարածքում մարտերի ինտենսիվության պատճառով։ Միջազգային գործակալության տնօրենն իր հերթին ասել է, որ կայանում անհրաժեշտ են չափազանց կարևոր վերանորոգումներ։ Սա այս թվարկման վերջին լուրն էր, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում կհանդիպենք։